Միջուկային զենքի սահմանափակման ռուս-ամերիկյան պայմանագիրն ավարտվում է փետրվարի 5-ին։ Վերջին կես դարում առաջին անգամ Մոսկվայի եւ Վաշինգտոնի ձեռքերը կազատվեն միջուկային ոլորտում։ Շատ կարևոր պայմանագիր էր, հատկապես երբ որ կնքվել էր ի սկզբանե, որովհետև այդ պայմանագրով քանակները զինամթերքի բավականին ուժեղ սահմանափակվեցին, ամեն կողմը 1500 մարտագլխիկ ստրատեգիական եւ դա վտանգը, ասենց ասած, աշխարհի անհայտանալու ինչ-որ գլոբալ կատաստրոֆայի բավականին իջացրեց։ New Start անունը կրող պայմանագիրը հստակ սահմանում է, թե որքան միջուկային զենք կարող են ունենալ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը։ Այն ստորագրվել է 2010-ին Պրահայում, ուժի մեջ մտել 1 տարի անց։ Յուրաքանչյուր կողմ կարող է ունենալ առավելագույնը 1550 տեղակայված միջուկային մարտագլխիկ, 700 տեղակայված կրող միջոց, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, սուզանավերից արձակվող հրթիռներ եւ ռազմավարական ռմբակոծիչներ եւ առավելագույնը 800 ընդհանուր կրող համակարգ։ Վերջի 15 տարին մոտավորապես ունենք իրավիճակ, որ երկու կողմն էլ այդ 1500 մարտագլխիկ մակարդակին են մոտավորապես գտնվում։ Եվ հիմա այս պայմանագիրը, որ չերկարացվի, անպայման չի, որ երկուսն էլ սկսելու են արագ արտադրել ինչ-որ կամ մեծացնել իրենց հրթիռային ուժերը եւ միջուկային, նույն ժամանակ պետք է հասկանալ, որ հենց այդ կոմպոնենտը, որ կար, իրար հետևելու լեգալ առումով օգնում էր շատ, որ այդ մրցավազքը չլինի, որ որևէ մեկը չփորձի ինչ-որ գաղտնի ձևով փորձի ավելացնել նոր զենքերի տեսակներ։ Այդ իմաստով մտահոգիչ է, որ այս պայմանագիրը չկա։ Ռուս-ամերիկյան միջուկային զսպման պայմանագիրը չի սահմանափակվում միայն թվերով, այն պարտադրում է նաև տվյալների պարբերական փոխանակում, ինչը թույլ է տալիս կողմերին վերահսկել միմյանց միջուկային կարողությունները։ Մինչդեռ 3 տարի առաջ Ռուսաստանը ի պատասխան Կիևին տրամադրված ամերիկյան աջակցության սառեցրեց պայմանագիրը։ Մոսկվայի մասնակցության կասեցումից հետո դադարեցին ստուգումները։ Պայմանագիրը դե ֆակտո արդեն չի գործում, քանի որ 23 թվականին Ռուսաստանը արդեն դուրս է եկել, միակողմանի հայտարարություն է տարածել, որ դուրս է գալիս այդ պայմանագրից եւ այդ պայմանագիրը ինքը իրանով արդեն հնացած էր, որովհետեւ դեռ 70-ական թվականներին, հետո 80-ական, 90-ական թվականներին երբ վերաստորագրվել էր մի քանի անգամ այդ պայմանագիրը, միջուկային զենք տիրապետող պետությունները մեծ հաշվով Ռուսաստաններ եւ Միացյալ Նահանգները, բայց այսօր արդեն եւ Չինաստանը, եւ Հնդկաստանը, եւ Պակիստանը, եւ Հյուսիսային Կորեայը, նույնիսկ ասում են, որ Իսրայելը արդեն տիրապետում են այդ միջուկային զենքը եւ փաստը նրանում է, որ իրենք չեն միանում այդ պայմանագրին։ Այնուամենայնիվ, փորձագետների խոսքով հենց այս սահմանափակումների բացակայությունը կարող է ել ավելի արագացնել միջուկային զինանոցների ընդլայնումը եւ բարձրացնել գլոբալ ռիսկերը։ Ընդհանրապես օգտագործել միջուկային զենքը դա խելագարություն է եւ անմտություն է, որովհետեւ զենքը կուտակված է երկրագնդի վրա այն քանակով, որ երկրագունդը պարզապես կդադարի գոյություն ունենալը։ Միջուկային մրցավազքին ակտիվորեն լցվել է նաև Չինաստանը, որը հավակնում է դառնալ միջուկային 3-րդ գերտերությունն աշխարհում։ 2022 թվականի զեկույցում Պենտագոնը գնահատել է, որ Չինաստանը մինչև 2035 թվականը հավանաբար կունենա մոտ 1500 մարտագլխիկ։ Չինաստանը կա որպես 3-րդ աճող ուժը եւ ամեն տարի իրենց միջուկային ուժերը ավելի լայնածավալ են դառնում եւ քանակը մարտագլխիկների շատանում է։ Հիմա Թրամփի օրինակ կարծիքով պետքա Չինաստանն էլ լինի նոր պայմանագրի մեջ։ Չինաստանն էլ ասում է, ես ձեզնից մեկա դեռ ահագին հերո եմ եւ ոչ մի բան ձեր հետ պատրաստ չեմ քննարկել։ New Start-ը մնում է Սառը պատերազմի ավարտից հետո պահպանված վստահության վերջին իրավական մեխանիզմը Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև։ Փորձագետները հուսով են, որ գերտերությունները միջուկային մրցավազքը զսպող նոր, ավելի ընդգրկուն համաձայնության կհասնեն, սակայն առայժմ այդ ուղղությամբ լուրջ ազդակներ չկան։ Վոլոդիա Մուշաղյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։